Հայաստանը այդքան հեռու չի տիեզերական գործունեությունից, հնարավորությունները միշտ բաց են։ Հայերն են առաջինը Մարսի վրա իջել, հա։ Միսիաների նպատակն էլ սխալվել ավելի էժան ու սխալվել ավելի արագ։ Երբ էր Մասկը պատրաստվում ուղարկել առաջի մարդուն Մարս, Հայաստանը եվրոպական լավագույն արբանյակն է առնում, տալիս է SpaceX-ը թռցնում է։ իջել ենք լուսնի վրա, թե չէ։ Ոչ սեփական ոտքերով, բայց սեփական ռոբոտներով։ Նույնիսկ լուսնի վրա իջնել այդ սաղ սարքած է։ Երկու տարբերակն է հնարավոր է։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասներ։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ YouTube-ում, լսում եք մեր ոդկասթները բոլոր ոդկասթային հարթակներում, եթե չեք բաժանորդագրվել, դա արեք։ Իսկ այսօր խոսելու ենք Մարսից եւ տիեզերագնացությունից։ Մեր հյուրը Հայկ Ասլանյանն է, Հայկական տիեզերական ֆորումի տնօրենը։ Հիմնադիր եւ տնօրենը, ու միանգամից սենսացիայից սկսենք։ Հայերն են առաջինը Մարսի վրա իջել, հա։ Աստորեն, Մարսի վրա իջել։ Սենսացիա չի դա, բոլորին հայտնի փաստ է, որ 1971 թվականին երբևիցե առաջի հաջողված առաքելությունը Մարսի վրա եղել է սովետի ժամանակ եւ Մարսի վրա իջել է Պրոպեմ մարսագնացը, որը նախագծվել եւ իրականացվել է Ալեքսանդր Քեմուրջյանի կողմից։ Ուղղակի մի քիչ ուշ իմացար դու արեք դա։ Դու միշտ գիտեիր, հա։ Ալեքսանդր Քեմուրջյանը նաեւ լունախոտ 1-ի գլխավոր կոնստրուկտորն է։ Նաեւ լունախոտ 1-ը, ես խաղալիք լունախոտ 1 ունեի, բայց օրինակ չգիտեի, որ հայ է։ Շեյ Նախագծեն բա։ Նաեւ Չեռնոբիլի ժամանակ հատուկ էլի ռոբոտ է կառուցել, որը այտենց աշխատանքներին մասնակցել է, բազմաթիվ կյանքեր է փրկել, հենց էքստրեմալ պայմանների ռոբոտ, եւ կարելի ասել, այո, հայերն են առաջինը իջել Մարսի վրա, ոչ սեփական ոտքերով, բայց սեփական ռոբոտներով։ Այն մնացած դրանից 30-40 տարի հետո նոր ամերիկացիները կարացան իջնեին։ Okay, դե հիմա մի քայլ հետ անենք կամ առաջ, ուզում նկարագրել ինչու ենք ստեղ հավաքվել։ Մենք հաղորդումների ընթացքում հաճախ անդրադարձել ենք Հայաստան տիեզերք հարաբերություններին եւ մեզ միշտ հետաքրքիր է եղել ձեր ծրագիրը Արմաշում, որտեղ ինքը շատ սյուր է հնչում, էլի, Արմաշում Մարսի սիմուլյացիա, այսինքն պատկերացնում ենք, չգիտեմ տեսել եք այդ հաղորդումները թե չէ, բայց այնտեղ օքեյ ոնց մեր սիրելի Արմաշը, գեղեցկուի Արմաշը ոնց է այդքան նման Մարսին, որ ստեղ հնարավոր է կատարել տենց աշխատանքներ, որոնք կապված են Կարմիր մոլորակի հետ։ Ոնց ստեղծվեց ծրագիրը, ինչ արեցիք, ուր հասակ։ Շատ անակնկալ, ճիշտ ասած, սկսվեց չպլանավորված, որտեվ տիեզերական բնագավառի հետ առնչվել եմ կառավարությունում աշխատելուց, ու մեր ընկերը, որը եվրոպական տիեզերական գործակալությունում էր աշխատում, առաջարկեց ծանոթացնեմ ավստրիացիների հետ, ասեց ծանոթացնեմ հետաքրքիր պրոյեկտներ են անում հետազոտական գիտական Մարսի հետ կապված, քանի որ շատ էր այդ ժամանակ զբաղվածությունը բանը, անդադ ասում էին դե չէ, լիքը մարդ կա, մենք կոնկրետ Մարսի հետ կապված ոչ մի բան չունենք, էլի, առարկայական պետք է լինի, ասեց լավ, մի հատ խոսա հետները, տենց վիդեոքոլը արեցինք, խոսացինք, սկսեցին պատմել, որ Մարսի անալոգ առաքելություններ են իրականացնում դեռ 2006 թվականից, Ավստրիական տիեզերական ֆորումի հիմնադիրը Գերնոտ Գրոմերը, ու տարբեր երկրներ 2 տարին մեկ հյուրընկալում են այդ միջոցառումը, այսինքն քանի դեռ չեն կարող իրական Մարս մոլորակ իջնեն, երկիր մոլորակի վրա են գիտափորձեր անում, հղկում փորձերը, պրոցեսները եւ այլն։ Եվ ասեց նախորդ հարել են Իսրայելի տիեզերական գործակալության հետ, դրանից առաջ Օմանի տիեզերական գործակալության հետ։ Շոկ տեղեր էին մանգալի։ Հա, ու հաջորդը մտածում են Եգիպտոսի տիեզերական գործակալության հետ համատեղ անեն, որտեղ Եգիպտոսի գործակալություն բավական ակտիվ է ու Աֆրիկայի ամենախոշորագույն ու տենց մի տեսակ խանդ առաջացավ էլի։ Ասի իսկ ինչի Հայաստանում չեք ուզում անեք։ Առանց երկար մտածելու հարց տվեցի, ասես դե ինչի Հայաստանը, ոնց է Հայաստանը կապված տիեզերքի հետ, ասի ոնց, Ալեքսանդր Քեմուրջյան, ասի Մարսի վրա առաջին մենք ենք իջել, հետո Գյուրզադյան ենք ունեցել, Օրիոն արբանյակներ ենք, արդեն քանի տարի է, 50 տարուց ավել է այդ ոլորտում ենք, քիչ կարճ պաուզա ենք վերցրել, բայց ուզում ենք վերադառնանք
Ասեց լավ, մտ նամակով այդ ինչ ասում ես գրեցի, ասեց վաղը չեմ իսօր գալիս ենք Հայաստանը տեսնենք, կյանքում չենք եղել։ Ոայ քեզ բան։ Այդ որտեղից։ Ավստրիայից։ Հա։ Տենց առաջի այցը իրանց եղավ, եկան տեսան, զարմացան, հետո տենց աշխատանքները սկսվեց նախապատրաստական ու շատ կարճ ժամանակ անց որոշեցին, որ Եգիպտոսում չանեն, այլ կենտրոնան Հայաստանի վրա։ Ամենակարևոր հարցը ինչու Հայաստան, իրանք ասում էին ինչա տալու Հայաստանին այս միջոցառումը։ Մենք եկանք արեցինք ամադի 24-ը, գնացինք, հաջորդ օրը դուք ինչ եք անելու դրանից հետո։ Ինչ հետք ենք թողելու, ինչ ազդեցություն ունենալու ընդհանուր կրթական եւ այլն տարբեր գիտական հաստատությունների վրա, որտեղ շատ ժամանակ շատ երկրներում, որ իրանք դուրս են եկել, արդեն այդ կայանն էլ քանդվել, մարդիկ էլ ծրվել են, որտեղ փորձեցին կապ հաստատել նախորդ միսիաներ հյուրընկալողների հետ, չհաջողվեց։ Ոչ մեկ իր տեղում չէր, կայանը չկար եւ այլն։ Բնականաբար տեղանքի ընտրությունն էլ շատ կարեւոր էր։ 5-6 տեղեր ընտրեցինք նախնական քարտեզով արմանիակային նկարներով ու սկսեցինք այցելել, ոտով պտտվել, որտեղ պիտի տեղանքը արտաքինից է նման լիներ Մարսի մակերևույթին, որ քաղաքակրթության հետքեր չերևար, ճանապարհներ, էլեկտրասյուներ, Արդյունքում գտանք արմատը։ խորը այդ ասլիա կոչվում է այդ մասը, այդտեղ տենց Չոլոտ։ Չոլ չէր, բավական կենթանական բուսական աշխարհ կա, բայց ինքը իր մի քիչ նման էր, հետո այդ զգացողությունը, այդ մարսյան լռությունը կար։ Մարսի ձայնը այդտեղ լսեցինք մենք։ Այդ առումով։ Ու բնականաբար նենց ընտրեցինք, որ իրեք կողմից Մարսեր ու Մասիսն ու Արարատը պետք է անպայման երևար, էլի։ Բնականաբար։ Իսկ փորձը, եթե այտենց հասկանալի լեզվով ինչումն էր կայանում, ինչ փորձ։ Տարբեր իրանք հայտարարում են բաց այդ գիտափորձերի մասին, մենք էլ ենք արդեն հայտարարել հաջորդի մասին կխոսամ։ Տարբեր համալսարանի աշխատանքային խմբեր, տարբեր գիտափորձեր են իրական, 100-ից ավել գիտնականներ ոնց որ նախապատրաստվել են։ Ու 10-ից ավել գիտափորձեր։ Այսինքն հիմա որ գնան Մարս ինչ են անելու, ինչ են անում։ Ասենք մեկը ընդերքնա ուսումնասիրում չէ, մեկը եղանակը, մեկը կապի միջոցները, մեկը սնունդը, ամենաբարդ ու անկանխատեսելին մարդկային գործոններն են։ Մարդիկ ոնց են իրանց պայելու։ Մենակ են, որ օրինակ մոտ 8 ամիս է տևելու Մարսի հասնելը, ոչ մեկ չգիտի այդ 8 ամսվա ընթացքում ինչ են անելու մարդիկ, ոնց ընթացքում իրար կուտեն, կընկերանան, թե կշատանան, մեկի փորի մեջից զմատալ մոլորակային է։ Չէ, որտեվ իրոք փակ տարածությունում երկար ժամանակ մնալը անկանխատեսելի պահվածք կարա բան էլի։ Այդ էր գիտափորձերից մեկը եւ այլը, շատ տարաբնույթ էին։ Միրոպե, այսինքն դե պետքա մի 8 ամիս մնային արմաշում ուրեմն որպեսի։ Չէ, դա միջև հասնելն է։ Իրանք արդեն հասածն են փորձը։ Մենք այդ մասը բաց թողեցինք, մի անգամից հասան Մարս էլի։ Հա, մի հաջորդ սերիայից սկսեցինք։ 4 շաբաթ կան տենց գիտափորձ, տենց բաներ էլ միսիաներ անալոգ, որ շատ երկար են մնում։ Էդի բաները համար կարենք ասենք մտեք օվեր թազա паспорт փորձեք անել, ոնց որ այդ 8 ամսվա սիմուլյացիան կլներ, էլի։ Հա, առաջի օրը որ եկան, արդեն որ մենք միջոցառումը պետք է սկսվեր, 3 հոգով էին եկել, տարա ազատազեն։ Ասեցի, եթե 800 մետր չխփեք, չենք անում միջոցառումը։ Ոնց պատրաստվել ենք, ասի կապ չունի։ Այդպես մի քանի փորձից 3-ն էլ կրակեցին կպան թիրախներին։ Ես մոռացել էի, բայց ասին կներեք չնկարեք մեզ հանգարցեսի, որ տեսնեն մեր մոտ։ Մենք вообще պացիֆիստ ենք։ Հա։ Չէ, բան արհեստական թիրախներին ենք կրակում։ Դեմեք։ Լավ, իսկ որ ասում եք անպայման պայմաններ, որ պետքա ինչ-որ հետո աշխատանք տարվի, որ այդ դրանով չսահմանափակվի, հիմա ինչ ծրագրեր ենք իրականացնում։ Դե ընթացքում հայկական գիտափորձեր էլ կային դրանց մեջ, օրինակ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը եւ Հա, հիշում եմ, այդ դա էլ չի Հասեն հասկանում։ Արաքելյան, պարզվեց, որ մեկուսացման ընթացքում մարդկանց գենային տերմինները կարող սխալ ասեմ, ավելի լավ է չասեմ, որ փոփոխություններ նկատեցին, այնտեղ իմունիտետի վրա ազդեցություն նկատեցին, այտենց ամեն օր ոնց որ արյան նմուշարում էր արվում ու հետազոտություններ էր արվում, ինչ որ մի օր կտրուկ փոփոխություն եղավ, դա էլ ինձ թվում է կարող է պատճառը մեր գործընկեր
Արարատի կոնյակի գործարաններ, որտեվ կոնյակ տվեցինք հայկական խմեցին, իսկ տոմատես մի քիչ շեղել ենք էլի բանի։ Մարսում կարող է տենց հյուրասեր չլինեն։ Բանի արդյունքները խեղաթյուրվել է մի քիչ, որտեվ շոկ էր իրանց մոտ ոնց է հնարավոր sense լավ կոնյակ ունենալ աշխարհի։ Բայց հիմա ստիպած է դերը պետք է իրականում դնենք։ Ես անելու բան էր, հիմա ամեն Մարսի միսիայի հետ պետք է միաշի կարող դնենք։ Իրականում ամենակրիտիկական իրավիճակներում կոնյակն է փրկել մեզ, որտեվ այնտեղ ընթացքում սելավներ սկսվեց, չնախատեսված խնդիրներ առաջացավ, էլի մի արկղ կոնյակ, հետո իրանք էին ինձ հանգստացում, նորմալ է, մի անհանգստացի ոչինչ։ Ծիրանի արատ իսկ։ Հա, հետո տարբեր բերեցինք, փորձեցին Ծիրանի 5-7 ախտամար բան, տենց իմիջիալոց կարծեմ Գրացի համալսարանի պրոֆեսորներին ասեցի ավելի արդար կլինի, որ հոդվածներ երբ որ տպագրեք համահեղինակ գրեք Արարատ նաև, որտեվ ակտիվ մասնակցել է ձեր գիտափորձերին։ Հետաքրքիր էր, դե ամենամեծ հետևանք որպես պարտավորացնող արդյունքներն էին, որտեվ եթե ավստրիացիների համար հաջող առաքելությունը դա գիտափորձերի համար բավականին տվյալներ հավաքելն էր, որ հետո տպագրվեր հոդվածներ, դա էլ է արդյունք, բայց մեր համար նախ հավատը առաջացնել մարդկանց, որ Հայաստանը այդքան հեռու չի տիեզերական գործունեությունից, հնարավորությունները միշտ բաց են, ուղղակի մի քիչ պետքա երազել, ու մի քիչ մեծ երազանքներ, որտեվ շատ հեշտ իրականանում են։ Ձեր բիզնեսի փողերը ափսոս են, եթե դրանք ծախսում եք անհասկանալի գովազդային արշավների, անփորգլուխ բրենդինգի ու գովազդային արշավների վրա։ Փոխարեն եկեք Spin Ideas Agency, այսինքն մեզ մոտ, որտեղ մենք միասին կկազմենք արդյունավետ եւ կրեատիվ մարքեթինգային մարտավարություն։ Ու դե գիտեք, լավագույն ոդքասթները, գովազդները, վիդեոբլոգերը ու ինչ անցնի ձեր մտքով, բայց որակյալ։ Եթե ուզում ես ունենալ քո սեփական ոդքասթը, բլոգը, հաղորդումը YouTube-ում, բայց չունես թիմ, ստուդիա, տեսախցիկ, լույս, չգիտես մոնտաժ, բայց ունես թույն միտք ու ստեղծագործելու ցանկություն, Արի Spin Ideas Agency, որտեղ մեր մարքետոլոգների, պրոդյուսերների եւ կրեատիվ թիմի հետ միասին քո հում գաղափարը կդարձնենք լիարժեք նախագիծ։ Այնուհետև քո հաղորդումը կնկարահանվի, կմոնտաժվի, կարվի post-production ու տեղ կմիանա մեր YouTube նինջաների թիմը, որը տիրապետում է YouTube-ում հաղորդումները առաջ խաղացնելու բոլոր հնարքներին եւ ծեսին։ Ու իրանք չեն սիրում, որ իրանք նկարում են։ Այսպիսի ամբողջական շղթա սկսնակ եւ փորձառու յութուբերների համար, որտեղ քեզ պետք է միայն գալ, նկարվել եւ պատրաստվել հաջորդին։ Դե ինչ, կհանդիպենք Spin Ideas Agency-ում, որտեղ հենց դու կարող ես դառնալ հաջորդ սիրված բլոգերը։ Մինչև podcast-ը մենք համել խոսում ենք հարակից ոլորտների մասին ու ահագին մեծ տարբեր ինդուստրիաներ կան, որ սրա շուրջ կարան զարգանան, օրինակ սնունդը, տիեզերքում օգտագործվող սնունդը։ Ես գիտեմ, որ էտել եք անում, դրանով եք զբաղվում, մի քիչ դրա մասին պատմեք։ Ճիշտ ասած, միտքը եկավ, որ հենց այդ ժամանակ Cosmofood ընկերությունը ստեղծվեց Հովհաննես Ավագյանի գլխավորությամբ, տենց փորձարարական սկսեցինք հայկական հումքից, ասենք Ծիրանի կտի յուղից եւ այլն տարբեր տենց շատ բոլոր գաղտնիքները չեմ ասի։ Տեզերագնացների համար սնունդ ստեղծվեց ու տյուբիկների մեջ որ։ Այո, տյուբիկների մեջ, բատոնչիկների տեսքով, խմիչքի, փոշի, տարբեր։ Ու բավական տպավորված էին, համնել է կարևոր։ Անցած տարի Հայաստանը ներկայացվեց նաև այդ ապրանքով Միլանում ավիատեզերական կոնգրեսի ընթացքում բոլոր ուղղությունները հնարավոր է կիրառություն գտնեն նաև տիեզերքում։ Հիմա օրինակ մեր գործընկերոջ հետ քննարկում ենք այդ կայանը Մարսի Արմաշի կայանը վերափոխել, որ արտաքինից է ներսից էլ շատ նման լինի, այսինքն ռեդիզայնել ենք անում, որ նաև մեր գործընկեր ընկերությանը Futuris եւ Voldeco, որ ասենք իրանք նաև կարան տիեզերակայանի կառույց տանել, նախագիծ անեն եւ այլն։ Սկսած դիզայներականից, սննդի արտադրություն, ինժեներական տարբեր
ընկերություններ, կրթական բոլոր ուղղությունները առնչվում են տիեզերական գործունեության հետ։ Այս անգամ ապրիլի 26-ին մենք փորձում ենք բոլոր գիտական խմբերին, ինստիտուտներին հավաքել եւ գիտաժողով իրականացնել ակադեմիայի հետ ապրիլի 26-ին եւ իրանց բացատրել թե ինչա տեղի ունեցել, ինչ գիտափորձեր են եղել եւ հասկանանք ինչքանով ենք մենք պատրաստ հաջորդ գիտափորձերի մենք իրականացնենք արդեն միսիաները ու ապրիլին արդեն կերևա թե մեր գիտական համայնքի ինչքանով է հետաքրքրված, որտեղ ի վերջո այս առաքելությունները գիտական առաքելություններ են։ Ասենք ինքնանպատակ չեն գնում Մարս կամ Լուսին, այլ գնում են ինչ որ նոր գիտելիք ձեռք բերելու մի քաղաքակրթության հաջորդ քայլին մոտենալու համար։ Հիմա Արմաշում մենք ունենք կայան, դա ոնց որ տեսակ անտեսեցինք։ Հիմա դա երկարաժամկետ ընդեղ մնալու է ու կարելի է օգտագործել տարբեր էքսպերիմենտների, փորձարկումների համար, ինչ տեսք ունի։ Այսինքն մենք կարող ենք փորձենք նկար դնել YouTube գնողների համար, հա։ Փորձեցինք շատ էլի քննարկեցինք ճարտարապետների հետ, փորձեցինք շատ մեր երևակայությանը զոր չտալ։ Ինքը սարի ու բնության մեջ տենց համահունչ տեսքով կայանա մոտ 60 մետր ճակատով, սենց սարի գրկած ու ի տարբերություն այլ առաքելությունների Իսրայելի, Օմանի եւ այլն, մենք հիմնական կառույց սարքեցինք, որը երկարատև ծառայի նմանատիպ միջոցառումների համար։ Շատ առաջարկություններ եղել է տուրիստական ինչ-որ բաներ սարքել, մենք հրաժարվել ենք, որտեվ իր կարևորությունն ու նպատակային բանը պետք է պահենք, էլի։ Ու երկարատև պլաններ կան, ռազմավարական եւ կրթական եւ գիտական, որը մոտ ժամանակներս արդեն կհայտարարենք ու կսկսենք ակտիվ ներգրավել տարբեր խմբեր։ Իսկ ճիշտ եմ հասկացել, որ հարկային արտոնություն կա տիեզերական տարբեր գործունեություն ծավալելու համար, դա կարելի ցանկացած այդ ուղղությամբ նույնիսկ բիզնեսի պրոֆիլացիան։ Տիեզերքի մասին օրենք դեռ 20 թվականից ունենք ընդունած եւ 7 ենթաօրենսդրական ակտեր կարծեմ բոլորն ընդունված են։ Դա հարկերից ազատում է, բայց մերը շատ չհետապնդող հիմնադրամ է, կոնկրետ մեր գործունեության ընթացքում մենք շատ հարկեր ենք մուծել։ Մենք այդ արտոնությունից չենք օգտվել, պետական միջոցներից չենք օգտվել, ընդհակառակը բյուջեն փորձում ենք լցնել։ Հա, բայց Հայաստանում գործում է օրենք, ճակերտավոր ասած, կարելի ասել տիեզերական արդյունաբերության օֆշոր երկիր է Հայաստանը։ Ու կարա շատ գայթակղի չլինի մեծ ընկերությունները, որ մասնաճյուղեր բացեն ու լուրջ արտադրություն լինի հենց Հայաստանում։ Տիեզերական օֆշոր ենք այդ իմաստով, տիեզերական գործունեությունը հստակ սահմանված է օրենքով։ Ազատ գոտի լավ, ազատորով տրային գոտի ավելի լավ է։ Ինչ որ հարկեր 0% են, էլի։ Շոր տիեզերական տարվում է, որ բերենք, որտեղ նայեք, երբ որ մենք խոսում ենք տիեզերքից, ինձ թվում է նաև շատ բնական է, էլի, որ մարդկանց մոտ ռեակցիան հետևյալն է, էլի, հա, ինչ որ հերոստացիով լսում է տիեզերք, հետո մոտ իր տնից դուրս է գալիս ու տեսնում է, որ պատեզնում պաբելկա չեն կարող անել, էլի, կամ անում են, չգիտեմ, 10 տարին մեկ։ Ու այդ երկու իրականությունը սենց անխուսափելիորեն սենց մի հատ իրար բախվում են, էլի, այ որքանով է մեր այս բանը ոչ թե տես PR ինչ-որ տրյուկ, այլ իրական մղում, որտեղ անցյալում մենք ռադարներ արտադրել ենք, մատակարարել ենք սա աշխարհին, անգամ դա դադարել ենք անել, էլի, հիմա մեր դադարել Հայաստանը, էլի, չեն անում։ Եթե անգամ ինչ-որ ծավալներով անում, ոնց որ մենք ինչ-որ բան չգիտենք։ Չէ, եթե ինչ-որ ծավալներով անում, հաստատ այն ծավալներով չէ, ինչ ժամանակին էր, որովհետև իսկական շատ Նարեկը սովետի մարդ է։ Ծավալները անհամեմատ են, ես համաձայն եմ, Սովետը ժամանակ լինելով 1.5% բնակչությունը, Հայաստանը ապահովել է 30%-ից ավել ինովացիաները Սովետի։ Այսինքն սա եղել է ինովացիոն կենտրոն ամբողջ Սովետի համար։ Հայաստանն ա եղել, կարծեմ Ուկրաինան եւ մեկ էլ Ռուսաստանը ինչ-որ։ Բայց Հայաստանը խոշոր պատկերացեք 1.5% բնակչությունը 30% է ապահովել։ Բնականաբար մենք չենք կարա լինենք նույն հզորության այսպայն։ Խնդիրներն են փոխվել, ոլորտներն են փոխվել, բայց մարդիկ ու գեները նույնն են։ Չէ, այդ ուզում եմ հասկանալ, որ այն ժամանակ էլ է տենց եղել, համ Գառնիում ստեղծվել է, ասենք Օրիոն
արբանյակը, որը եզակի է եղել մինչև հիմա էլ է եզակի, համել այդ ժամանակ ինչ որ միտեղ էլի չեն կարացել նորմալ ճանապարհ սարքեն, քարտոշկա հաճացնեն, այդ միշտ տենց է լինելու։ Այսինքն մեկը մյուսը նայես չի որ բոլորը պետք է տիեզերական բնագավառով զբաղվեն։ Բնականը չէ, նկատի ունեմ այ խոսում ենք այդ հեռանկարի մասին, հա, ինչ որ բաներ անելու, որքանով ասա ծրագրային եւ սիստեմատիկ դրած, որ այ մենք այս տարի էս ենք անելու, 5 տարուց էս ենք անելու, 10 տարուց տեղ ենք լինելու։ Այ եթե խոսանք մասնավորի ու պետականի մասին, միշտ էլ պետք չի հույսը դնել պետությունը, որ ամեն ինչ պետք է անի, կամ ամեն ինչ պետք է մասնավոր անի։ Ես համ կառավարությունում եմ աշխատել, համ մասնավորում եմ աշխատել, հասկանում եմ, որ դա իրար հետ ուսուսի տված երկար աշխատանք է։ Մասնավորը պետք է հիմնական աշխատանքը անի։ Օրենսդիրն ու գործադիրը պետք է ապահովեն այդ դաշտը։ Եթե ինչ-որ օրենք է պետք, պետք է մասնավոր ասի, ասենց օրենք կա։ Օրենք է, անհրաժեշտություն կա կամ արտոնություն է պետք կամ ինչ-որ բան։ Նախ ասացի, որ տիեզերքի մասին օրենքը կա։ Ես գիտեմ, որ ռազմավարությունն է մշակվել տիեզերքի մասին, բայց դա էլ կարևոր չի։ Պարտադիր չի ռազմավարությունը լինի նոր պրոյեկտներ անեն։ Օրինակ մեզ ոչ մեկ չէր խանգարում կամ ստիպում, որ մենք այս միջոցառումը անենք, թե չանենք։ Իսկ ինչքանով է լուրջ կամ ինչքանով է մենակ այն, որ Հայաստանը ձեռք բերեց սեփական արբանյակ ու ամբողջական համակարգ ունի մեծ արբանյակի կառավարման եւ կապի հաստատման, դա եզակի երկրներ ունեն։ Արդեն դա մի խթան էր, որ մասնավորը ու ամբողջ գիտական հայկական համայնքը հասկացավ, որ այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն, ու տենց էլ եղավ։ Դրանից հետո ստեղծվեց ավիատիեզերական սարքաշինության մագիստրոսական ծրագիրը, ստեղծվեցին տարբեր ստարտափներ, որոնք արդեն միլիոնավոր դոլարներ են ռեյզ արել, որ այդ ոլորտում աշխատեն։ Այսինքն պետության մի փոքր քայլը, փոքր չէ, բավականին լուրջ քայլը խթանեց, որ ոլորտը զարգանա ու այդ համագործակցությունը գնալու առաջ։ Այս այն ոլորտն է, որ կարելի է 10-20 հոգով աշխատողներով ընկերությունը շատ լուրջ ընկերություն ստեղծի, միլիարդանոց ընկերություններ ստեղծեն ու իրականացնեն։ Տարբեր, ասենք, Թուլուզում մի ընկերություն այցելեցի, ասում են, դե այս խոշոր պրոյեկտը մենք ենք արել, այսի մենք ենք արել, այնի մենք ենք արել, ասում են, բայց մարդիկ ուր են, որ անում են։ Դե ասում են, 3 հոգին այդ պրոյեկտն են անում, այն 5 հոգին այն պրոյեկտն են անում։ Այսինքն Հայաստանում լուրջ պրոյեկտներ անելու համար պետք չեն տասնյակ հազարավոր մարդիկ այդ ոլորտի։ 5, 10, 20 հոգանոց խմբերը կարան անեն ու այդ լրիվ իրականա։ Ու մենք չենք կարող հիմա մրցակցենք, ասենք Հնդկաստանի IT-ի հետ վեբսայթեր սարքելով, բայց մենք կարող ենք մրցակցենք տիեզերական բնագավառում լուրջ ինժեներական լուծումներ տալով։ Այնտեղ էլ ինչ որ մի բան կա, որ պետությունը կարող անի, որ խթանի դա ավելի շատ, հա, ոնց որ այնց առաջնահերթություն է ընդունված IT ոլորտը, գուցե այս մի ոլորտն էլ այն քիչ ներդրում, բայց մեծ էֆեկտ ապահովող հնարավորություն տա։ Դե տեսեք, մինչև պետությունը աջակցելը կամ խրախուսելը պետք է մարդիկ ինչ-որ գործ անեն։ Ոչ մի պետություն մարդկանց փոխարեն գործ չի անելու։ Հիմա այս մի նախաձեռնությունն է, որ սկսել ենք, բնական է, որ բոլորը թերավատորեն էին մոտենում ու տենց սյուր էր հնչում, էլի, անալոգ տիեզերագնացները կան Հայաստան, եվրոպացիները ինչի Հայաստան, ես չէի հավատում անկեղծ ասած, ինձ էլ որ ասենք, ասեի, ես ինչ-որ հերթական կարող է ընտրությունները կամ ինչ-որ բան, ու ցավոք համընկավ 23 թվականին Արցախի տեղահանվածների հետ կապված խնդիրների լուծման, բանի ընթացքում ու մեր նախապատրաստական աշխատանքները հետաձգվեց։ Վերջում 2 ամիս էր մնացել, որ պիտի միջոցառումը սկսենք, բոլորը ասում են, այ զանգի ներողություն խնդրի, ասա, չենք հասցնում, էլի, չստացվեց, ֆորս մաժոր ա եղել։ Ես էլ մտածում եմ, ասում եմ, եզակի շանս է մեր համար էս անելու։ Ու հիմա որ ասենք չենք անում, խայտարակ կլինենք, ասի չէ, անելու ենք։ 99% համոզված ելնելով, որ չենք հասցնի իրոք, էլի, որտեղ այնտեղ շինարարության process կար, ենթակառուցվածքներ կար, չեմ ասում այդ ամբողջ գումարները պետք էր հայթայթել, բայց պարզվեց հնարավոր է։ Այդ մի տոկոսը բավարար էր, որ մինչև վերջ տենց համառորեն գնայինք ու իրականացնեինք։ Ու պետությունը, քանի որ մենք արդեն մի քայլով ապացուցեցինք, որ սա հնարավոր է անել, հնարավոր է այս ոլորտում, որտեղ տիեզերական բնագավառը շատ լայն է։ Այս անալոգ հետազոտությունները մի նեղ ուղղություն է, հիմա մի քայլ արել ենք ու հաջող քայլը պարտավորեցնում, որ հաջորդ քայլերն էլ գոնե փորձենք անել, էլի։ Հիմա եթե սա զուգամիտ ումա պետության, ասենք ռազմավարական ուղղությունների հետ, կարանք համագործակցենք։ Փորձում ենք պետական միջոցներ չօգտագործել,
որովհետև միշտ հարցը առաջանում արդյոք սա ամենալավ ծրագիրն է, որը պետությունը պետք է փող ծախսի դրա համար։ Արդյոք կան ավելի լավ ծրագրեր, իհարկե կան։ Միշտ կարելի է գտնել ավելի լավ ծրագիր, ավելի արդյունավետ, ավելի օգտակար։ Բարդը այն է, որ ինչ որ մի բան վերցնել, անել, սխալվել, սովորել ու անցնել ավելի քիչ սխալվելով գնալ առաջ, որտեղ հենց անալոգ միսիաների նպատակն էլ սխալվել ավելի էժան ու սխալվել ավելի արագ, որտեղ Մարսի վրա սխալները ավելի թանկ են նստում։ Ասենք նախանցած տարի Մարսի վրա ԱԹՍ-ն ընկավ փոքր ու Մարսի վրա այդ ընկնել միլիարդներ նստեց իրանց վրա։ Այդ նույն պատճառով 4 տարի առաջ էլի Ամադի առաքելության ժամանակ էր ընկել անօթաչուն, որտեվ հարթալնում բանը, մակերևույթը տես բարձրությունը չէր ճանաչել, ինքը իրան ոնց որ բաներ ա։ Այսինքն մենք էլ հիմա պետք է փորձենք այս անալոգներով կապեր հաստատենք, տեսնենք աշխարհը ինչ ուղղության ա գնում, ինչ կարանք անենք, մեր դերը հասկանանք ի վերջո, որտեղ կարանք ավելի արդյունավետ, քիչ ռեսուրսով մեծ արդյունք ստեղծել, այդ փորձն ենք անում։ Ստացվում է թե չէ, կարծում եմ այո։ Իսկ այդ արբանյակները էլ եկեք հասկանանք, որովհետև անդադ մի քիչ երբեմն էլ իրարամերժ բաներ են կարդում։ Նախ ինչքան գիտեմ, մեկը չի, երկուսն է, չէ՞։ Մա ցենց եկեք ցենց պոլկեկով սիրուն դասավորենք տեղեկությունը, որովհետև միտեղ կարդում ես, որ շատ անորակ պատկերներ են, մյուստեղը կարդում ես, որ պատկերները պետքա հետո առնես թանկով, դրա համար հիմա ոչ մի պատկեր ցույց չենք տալիս, կամ մյուսը որ ոչ թե մեր արբանյակն է, այլ մենք վարձակալում ենք, տես բաժանորդագրվել ենք, մա սա սկզբից միջև վերջ փորձենք մարդկանց հասկանալի բաց։ Տեսեք, հայկական ոնց որ Հայաստանին պատկանող հայկական դրոշով կա երկու արհեստական արբանյակ։ Ցանկացած առարկա իր, որը 100 կիլոմետրից վերև երկրի ուղերձում պատտվում է, կոչվում է արբանյակ։ Հիմա կան տարբեր չափերի, տարբեր նշանակությունների արբանյակներ։ Հայկական Armsat 1-ը ես չեմ ուզում ասեմ առաջի արբանյակ, որտեղ առաջի արբանյակը Orion 1-ն ա եղել դեռ ասենք 70-ականներին, պետք չի ջնջենք էլի մեր թանկարժեք էջերը, ոչ մի եվրոպական երկիր չունի տենց պատմություն 50 տարվա։ Մենք չգիտես ինչի ջնջում ենք, ասում ենք լավ, առաջին, երկրորդ, չէ, 4-րդ, ասենք։ Armsat 1-ը դա երկրի զոնդավորման առարկա է, որը բավականին լավ որակի եվրոպական ամենալավ տեխնոլոգիաներով սարքած, իսկ բազումքի ստեղծած արբանյակը Hayasat 1-ը էլի արբանյակը, ինքը շատ կարևոր քայլ է մեր արդյունաբերության մեջ, երբ որ ստեղ աշխատանքային խմբեր աշխատում են։ Ցանկացած աշխատանք պետք է խրախուսել, որովհետև շատ քիչ մարդ կա էլի, որ այդ ոլորտով աշխատում է, ձեռքերի մատների վրա կարելի է հաշվել, ուղղակի դրանց նպատակները տարբեր են, փոքր էս, ասենք չափերով ասենք, մեկը էս չափի է, մեկը էս չափի։ Այդ բազումքին։ Հա։ Որը շարունակություն է ունենալու, նաև ստարտափ են ստեղծել ու շատ լավ մասնավոր նախաձեռնություն։ Հա, մասնավոր նախաձեռնությունը, բարձր բյուջեները 10-տասնյակ 100 անգամ տարբեր են, բայց կապ չունի, աշխատանք արվել է ու առաջ են գնում։ Armsat 1-ը դա մեծ ծրագիր էր ու պետությունն էլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ պլանավորում ենք երկրորդը, երրորդ ու արտադրություն ենք պլանավորում։ Այսինքն ի սկզբանե նպատակը եղել է, որ ստեղծվի գերճշգրիտ արբանյակ։ Արդյոք հայկական է թե չէ, այո հայկական է, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Ասենք մի քանի տարի առաջ ես մտքումս հայկական գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենար էի գրում, ասում էի պատկերացնում եք Հայաստանը եվրոպական լավագույն արբանյակն է առնում, տալիս է SpaceX-ը թռցնում է, Հայաստանում ընդունիչ կայան է լինում, անտենա, կառավարման կենտրոն, դա գիտաֆանտաստիկ էր թվում։ Դե առաջին մասն էր կինոյի, դա իրականացավ։ Երկրորդ մասը, ասում եմ, պատկերացնում եք տիեզերակայան ենք սարքում, տիեզերագնացները գալիս են այստեղ Մարսի միսիա են անում, դա երկրորդ սցենարն էր, սերիան էր, դա էլ իրականացավ, ու սենց շարք ենք ստեղծել գիտաֆանտաստիկ կինոյի, արդեն նկարում ենք, էլի։ Մյուս սերանին չտնաս։ Չկան, էլի կարևորը այլմոլորական։ Հա, վերադառնալով Armsat 1-ին, արբանյակը ստեղծվեց Atlantis ընկերության կողմից, SpaceX-ը թռցրեց, շատ կարճ ժամանակում, հետո մասնաճյուղ բացեցին, որպեսզի Հայաստանում արտադրեն արդեն գերճշգրիտ արբանյակներ, process-ները գնում են։
Այդ ինչ որ ասում են, բաց հասանելի տվյալներ են։ Որակի հետ կապված լավն են թե վատն են, կա թվեր եւ տերմիններ։ Մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է։ Կա լուծաչափ գաղափարը նկարի, Resolution-ը։ Resolution-ը մետր պիքսելով են չափում, այսինքն ստացված նկարի մի պիքսելը ինչ չափի քառակուսին արտապատկերում, այսինքն եթե 10 մետր պիքսել, նշանակում է մի պիքսելը 10 մետրը 10 մետրի վրա քառակուսին է։ Հիմա 10 մետրից բարձր resolution-ով համարվում է սովորական նկար համարյա անվճար է։ Այսինքն ինչքան թիվը փոքր է, այդքան 1-ից 10 սանդղակում համարվում է ճշգրիտ նկարներ։ 0.3-ից 1 համարվում է գերճշգրիտ։ Հիմա տեսեք, 1-ից 10 սանդղակում, ինչքան 1-ին մոտիկա, այդքան ճշգրիտ է։ Մեր արբանյակը 2 մետր պիքսել է։ Որ պատկերացնեք, ինքը ճշգրիտների մեջ գերճշգրիտին մոտիկա։ Այսինքն պանկրոմատիկ մոտ 2.5 է, իսկ գունավորը մոտ 3 մետր է։ Ասեմ, որ նմանատիպ արբանյակ մեր հարևան երկրները չունեն ոչ մեկ։ Իրանք մի քանի տարի առաջ Ֆրանսիայից առան, նույն Ադրբեջանը Ֆրանսիայից պատրաստի օթում առավ, հələ չեն թողալ։ Բայց անցած տարի կորցրեցին իրանք, կորավ ուղղակի կապը կորավ, այսինքն չունենել։ Այսինքն նույնիսկ միլիարդներ ունենալու պարագայում նման արբանյակ ունենալ տնօրինել կառավարելը դա մեծ ճոխություն է նույնիսկ։ Իսկ մենք դա օգտագործեցինք, այսինքն օգտագործվում է նշնամու զորքերի տեղաշարժը, ստացվում է տանկած մի պիքսել է, էլի մոտավորապես։ Չէ, ինքը կախարդական փայտիկ չի, էլի, այդպես ամեն հարց լուծի, տանկ, զինվոր կամ Հա, բայց գոնե այդպես մեծ տեղաշարժերը Երևան չէ։ նկարների, ասում եմ, սրա նպատակը արդյունաբերություն ստեղծելն է։ Այսինքն էսի առաջի քայլն է, ոնց որ գնաս ասես iPhone-ի գործարան եմ ուզում, ասեն մի հատ iPhone R գոնե խոսա, ընթացքում գործարանը կբացենք։ Ոնց որ այդ process-ն է։ Հիմա ոնց որ iPhone ունենաս, ասես, բայց ես iPhone-ով չեմ կարող Mars զանգեմ։ Դա ամեն ինչ չես կարող անես։ Բայց իրա շատ հնարավոր էր, ասենք նույն իսպանացիները նույն որակի արբանյակ դրանից մի տարի առաջ թրծրելուց պայթեց, որը 50 անգամ թանկ էր։ Այսինքն այնքան ռիսկային է այս ոլորտը, որ կարաս հարյուրավոր միլիոններ ծախսես ու կորի, այն Այլոն մասը են, չէ՞, մեկ շատ քիչ հավանական է։ Այդ ոնց որ օվկիանոսում երկու հատ շիշ գցես, պատական գտնեն իրար, այտենց զրո է հավանականությունը, բայց հնարավոր է։ Երկրներ կա, որ այդ ուղղությամբ են ուզում զարգանալ, որ վնասեն ուրիշի արբանյակները։ Բայց այս պրոյեկտը համարում եմ բավական հաջող, արդյոք 100%-ով է ռեսուրսները օգտագործվում թե ոչ, չեմ կարող ասեմ։ Բնականաբար դժվար է 0-ից այդ ոլորտ մտնել ու առավելագույն արդյունավետ օգտագործել, բայց քիչ-քիչ քայլ առ քայլ սովորելով համոզված եմ կգնանք առաջ։ Բայց պատկերները քիչ են հրապարակվում, որ այտենց բոլորը համոզվեն, ասեն, նայեք, օրինակ նախարարը հրապանակել է մի քանի նկար, նույնիսկ հարցրել էր, ասեք, գուշակեք, որ տեղերն է նկարած Հայաստանի։ Հա, Մխիթար Հայրապետյանը հրապարակեց այդ խոսակցություններից հետո։ Նույն շատ ուշ էլի 19 թվից ենք, չէ՞։ Չեմ կարող այստեղ ավելի շատ ասում ենք վստահություն ունենանք, որ անհրաժեշտության դեպքում որ մարմինը որ պետք է ունենա ինչ-որ պատկեր, այդ մարմինը ունենում անես, չէ՞ որ մեզ պետք է մենք տնանք, էլի։ Ես կարամ վստահեցնեմ, որ մինչև արբանյակն են ունեցել, հիմա էլ ունեն, հետո էլ են ունենալու։ Այդ խնդիրը չի եղել երբեք, էլի նկար չունենալու։ Նկար ցանկացած որակի նկար դուք կարաք վճարեք առնեք։ Այսինքն տենց նկարի հասանելիության հարց երբեք չի եղել։ Եղել են դժվարություններ, որտեղ նկարը թանկ է, իր ժամանակային առումով, ինչքան նոր է նկարը, ինչքան ճշգրիտ է, այդ հարցերը կան, բայց միշտ ունեցել ենք, մենք տենց խնդիր չկա, բայց նորից եմ ասում, այս բավական կարևոր քայլ էր ու բավական հաջող առաջ է գնում ու իր հետևանքները մուլտիպլիկատիվ են։ Ոնց ասեցի, կրթական համակարգեր, ստարտափներ եւ այլն, որը արդեն անդառնալի է, էլի, այդ process-ները։ Մի պահ կտրվենք Հայաստանից, ընդհանուր ենթադրում եմ հետևում եք տենց գլոբալ նորություններին, հա։ Հետաքրքիր է, կարծեմ կարդացել էի, երբ էր Մասկը պատրաստվում ուղարկել առաջի մարդուն Մարս, 30 թիվներ թե որն էր, այսինքն շատ մոտ ենք, նես որ շատ գիտաֆանտաստիկ է, մեր կյանքի ընթացքում մենք կտեսնենք մարդկանց Մարսի վրա, հա։ Մեր Արմաշի միջոցառման ժամանակ, երբ որ հենց Արմաշի դպրոցականներն էին եկել, շատ հուզիչ էր, էլի, որ այդ երեխեքը նախ սահմանամերձ գյուղում ապրելը արդեն
մեծ հերոսություն է, էլի։ Այդ մարդիկ հաստատ կարան գան Երևանում, ապրեն Երևանում, սովորեն։ Այդ դպրոցականները, որ եկել էին, մենք իրանց ասում ենք ձեր սերունդը, այն սերունդն է, որը Մարս թռնելու է։ Ու շատ հավանական է, որ հենց դուք եք այդ մարդիկ։ Այսինքն դուք մտածեք, դուք կարող է գնա կամ ձեր աշխատանքները, ձեր գիտափորձը, ձեր ստեղծած բաժակը հասնելու է Մարս, ու ոչ մեկ ձեզանից խելացի չի, դուք չմտածեք, որ ձեր շանսերը ավելի քիչ են։ Ու այդ էկո համակարգն ենք սարքում, որ այդ մարդիկ կարողանան հասնեն։ Իսկ արդյոք որ թվին կգնան, արդեն կան հնարավորություն գնալ հենց այսօր Մարս։ Ավելի շատ չեն գնում, որովհետև կան իրավական խնդիրներ, կան տարբեր հարցեր, որ հələ པարզ չի, հետ գալու հետ կապված հարցեր կան, որ հələ པարզ չի, գնալ հասնել հիմա արդեն հնարավոր է։ Մեծ Դեյմոնը կա իրան։ Հենց իրանն էլ կարելի է ուղարկել։ Դե չէ մեծ այնքը։ Բազիվ հետ է եկել։ Հա։ Բայց այդ հնարավորությունները կա, ինձ թվում է ավելի շուտ կգնան ու ցանկացողները շատ կան, նույնիսկ առանց վերադարձի համաձայն են գնալ։ Բայց այդտեղ իսկ ավելի մնալը չի ինձ խնդիրը, որովհետև ցերեկից գիշեր ջերմաստիճանի տատանումը ահա որ է։ Նախ ռադիացիոն ֆոնն է շատ բարձր, ջերմաստիճանային տատանումներն են շատ բարձր։ Սաղետ Մասիվն է, էլի գիշերը ցուրտ։ Իրականում գնալու նպատակը այն չի, որ մարդիկ պիտի գնան այնտեղ ապրեն, կալոնիաներ ստեղծվեն։ Էլի նույն մեր Հայաստանը այդ ուղղությամբ մեծ դեր է ունեցել, որ էլի 70-ական թվականներին բյուրականում գիտական կոնֆերանս էր ու Քարդաշովը իր զեկույցի ժամանակ ասաց, որ քաղաքակրթությունը ոնց որ Քարդաշովի սանդղակ է կոչվում, այդպես տերմին է, քաղաքակրթությունը այդ սանդղակով ոնց որ քայլերով գնում է։ Կա մոլորակի քաղաքակրթություն, աստղի քաղաքակրթություն եւ գալակտիկայի քաղաքակրթություն, այսինքն քաղաքակրթությունը իր զարգացումով 3 փուլ է անցնում։ Այսինքն այն քաղաքակրթությունը, որ օգտագործում է մենակ իր մոլորակի ռեսուրսները, որը կոպիտ գնահատել են 10-17 աստիճան, դա իր մոլորակի քաղաքակրթությունը։ Երբ որ ինքը արդեն գնում է իր աստղի տարբեր մոլորակներ, ասենք արեգակնային համակարգի, օրինակ Մարս, Յուպիտեր եւ այլն, ինքը քիչ-քիչ դառնում է իր աստղի քաղաքակրթություն։ Իսկ երբ որ գալակտիկայի ռեսուրսներն է կարողանում օգտագործի, ասենք ամբողջ իր կաթին, արդեն ինքը ոնց որ ինտերստելարն է։ Հիմա ոնց որ մենք քայլ ենք անում քաղաքակրթության հաջորդ պուչուր մոտենանք, էլի դրա համար գոնե պետք է մի հատ Մարս գնալ։ Առնվազն հարցային ու օտերի ռեսուրսները օգտագործել, այսինքն կարող են հենց օգտակար հանածոներ ենք բերում Մարսից, որ տեխնոլոգիական հեղափոխություն ալնում, նույն էներգիայի հետ կապված եւ այլն, որտեվ ասում են հիմա լուսնի վրա էլ հելիում 3 են հայտնաբերել, որը բավական լավ կարելի է օգտագործել նույն մրթիռների վառելիքի եւ բանի մեջ։ Այսինքն խոսքը դրա մասն է, ռեսուրս օգտագործելու։ Նույն ձև կա space mining գաղափարը, տիեզերական ասենք հանքարդյունաբերություն, որը ինչի՞ չէ Հայաստանն է կարող զբաղվի։ Եթե Լյուքսեմբուրգը կարող է այդ ուղղությամբ աշխատանքներ տանի, այդ չի նշանակում որ գնալու ենք մի հատ երկնաքար քաշենք բերենք Հայաստան։ Մատանիներ սարքենք, չես կարող։ Մի ծիծաղացեք։ Գնորդը կա ես հասկացում։ Լուրջ բան է։ Ես Գրիֆիթ observatorian որ եղել եմ, այնտեղ են բան երկնաքարերի կտորները sense ծախում էին փոքրը, այսքան մի քիչ մեծ ավելի։ Հա, իրականում արմաշում էլ ասում են, բա հնարավոր է որ երկնաքարեր են ընկել, որտեղ շատ քարեր կան, տենց հետաքրքիր վառված է մակերևույթները։ Դες մեկ լրագրողներն ասում, այստեղից եկել ընկել է, sense վառելով, ասում են, այն քարը որ վառված է, ասում հա, ասում Կարծիքով հա։ Բայց քաղաքակրթությունից ենք խոսում, մեր հասարակության sense փոքրիկ մինի քաղաքակրթությունում մարդիկ sense բավական բևեռացված են, հա, մի կողմը այդ մարդիկ ովքեր ներառված են եղել այդ արբանյակները, լունախոդները, ամեն ինչը ստեղծել մեջ, շատ գիտահեն ենք, բայց այսօր մի հատ sense մեծ զանգված էլ, ասում է նույնիսկ լուսնի վրա իջնել այդ սաղ սարքածա Ստենլի Կուբրիկն է նկարել եւ այլն այս երկու ծայրահեղությունները ոնց են իրար ներդաշնակվում էլի Իջել ենք լուսնի վրա թե չէ Իջել ենք լուսնի վրա լունախոդ 1-ը էլի գլխավոր կոնստրուկտորը Ալեքսանդր Քեմուրջյանն էր իսկ մարտիկ իջել են թե չէ իմ կարծիքով թե իրականում
Ես այդ չի կարա կարծիք լինի, որտեվ ես գրազել եմ գրվել, բայց ասեք, ձեր կարծիքը ասեք։ Դե կարծիքները կան, այդ վերջի ֆիլմն էլ նայել եմ, երկու տարբերակն է հնարավոր է, բայց ավելի հավանական է, որ իջել են։ 6 անգամ են իջել, մի անգամ չեն իջել, որ Շատ են իջել, 6 անգամ են իջել։ 13-ն է, որ Հա, առաջինը։ ու այն բան հարցը թե ինչի հիմա ամեն 5 շաբթի չեն իջնում, որովհետև անելու բան չունեն, միլիարդներ ծախսեն, մի հատ է գնան, որ ինչ։ Չինացիք են հիմա իջել, հիմա արդեն մոտ ժամանակներս NASA-ի մոտակա 3 խոշոր պրոյեկտները, որ լուսին իջնեն ռոբոտներով, լուսին Մարս իջնի, լուսին իջնի Մարդ, հետո Մարս ու իրականում, հա, հետո լուսինը որպես բնական արբանյակ երկրի շատ ավելի հարմար է մի հատ գնալ լուսին, հետո լուսնից թռնել տարբեր մոլորակներ, էլի, Հա, բերեսատկա։ հա, ու ինձ թվում է շատ երկրները արդեն ինտենսիվ աշխատում են Մանավանդ հելիումով եթե այնտեղ կարանք զապրավկա անենք, չէ՞։ Ես առաջարկում եի, որ մի հատ պրոյեկտ անենք, տիեզերական, ասենք այդ տարբեր մնացորդները, որոնք կարան խանգարեն արբանյակներին, հավաքենք, իջացնենք ձուլարան սարքենք լուսնի վրա, մետաղական ձուլարան, կարանք նաև խնդրենք GTB Holdings, լուսնաձուլարան։ Հա, Բոբին ասում է, ինչի՞ չեք ուզում տիեզերքում ձուլարան Որ մոշնի արմատորաներ։ Հայմը դեմք ասում լուրջ եմ ասում։ Այդքան շատ հազվագյուտ թանկարժեք մետաղներից են սարքում, չէ՞, արբանյակներ, հիմա լիքը փչացած արբանյակ դժվար է, որտեղ մեծ արագությամբ են շարժվում, բայց դժվար է, խնդիրը պետքա ձևակերպել լուծել, այն ձուլարանը մասնագետ ունենք։ Ամերիկացի կասեն էս մեր Թող ասեն, ոչինչ։ դատի կտան։ Ինչև է ասեն դատի տան, մենք արդեն լուսնի վրա կսարքենք, Մարսի վրա կսարքենք, պետք չի վախենալ երազելուց։ Մի երկու բառով էլ հոկտեմբերին սպասվող նորությունների մասին զրուցենք։ Տեսեք, աշխարհում նմանատիպ հետազոտական կենտրոններ կան, 10-ից ավելի, ոնց որ Արմաշի անալոգ հետազոտական կենտրոնն է, որ մինչև այժմ բոլորը անկախ են իրարից արել առաքելությունները։ Իսրայելինը, Օմանինը, հա։ Հա, ասենք Արիզոնայում կա, մենք մոտ ժամանակներս այցելել ենք բիոսֆերա 2-ը եւ այլն տարբեր կան։ Հիմա այս տարի որոշել ենք, որ բոլորը միաժամանակ են միսիա անելու, այսինքն ասենց երկրից մի 6 արշավախումբ գնալու է լուսին, մի 6 արշավախումբ Մարս մոլորակ ու տենց համատեղ մեծ միջոցառում լինի, ամեն մեկը իր գիտափորձերով, բայց նաև միաժամանակ եւ կապակցված։ Հիմա այս անգամ Հայաստանը միանալու է այդ նախաձեռնությանը եւ հոկտեմբերի սկզբին World Biggest Analog-ի մասնակից ալնելու ու մենք ունենալու ենք մեր սեփական առաքելությունը։ Մեր գիտափորձերով, մեր տիեզերագնացներով։ Էլի Մարս, թե ուրիշ։ Մարս, այո։ Դե մենք Մարսի վրա ենք մասնագիտացված։ Դա հոկտեմբերին ալնելու, հա։ Հա, հոկտեմբերին, որի մասին տարբեր անդրադարձներ կլինեն, արդեն մանրամասները կհայտնենք ու սա նաև մեծ հնարավորություն է, որ բոլոր մարդիկ, ընկերությունները, կազմակերպությունները, բուհերը միանան ու այս միջոցառումից փորձեն առավելագույնս օգուտ խաղալ նաև իրանց համար։ Մենք անհամբեր կսպասենք։ Մենք էլ կարակ դուք էլ մտածեք ոնց ձեր բիզնես շահերը գամիտեք ու տեղից օգուտ ունենաք, աշխարհում հայտնի դառնալ որպես առաջի Իսկ ստենդափ անող տիեզերքում եթե մայք եք տպենք վրան ինչ որ տիեզերական թեմատիկա պետք է ազատ գոտու մարկերից ազատվենք sense Կարա, եթե մայքեն տիեզերական ոլորտում օգտագործվելու, այո։ Կամ Arm Comedy սիգնալը ուղարկենք տիեզերք։ Այդ ուղարկվել է արդեն։ Ուղարկվել է։ Հիմա գնում է։ լավ։ Այս իդեալական բանը, վերջաբանը չենք վախենում երազելուց։ Ես հիմա շատ ավելի լավատեսական եմ մեր տիեզերական հեռանկարներից, քան լուրջ սկզբում։ Մի օր գնանք էլի Արմաշ, Հա, հետաքրքիր գանք նկարենք մեր տիեզերական կայանը։ Հիմա այդ բանի աշխատանքներն է տարվում ներսից, որ լրիվ տիեզերակայանի նման դառնա, պատերը, որ հիմա նկարները ցույց ենք տալի, ասում ենք, գիտեք, էսի տիեզերակայանում այսի բան, էլ չասենք, որ այդ ինդեղի նկարա։ Միանգամից այդ զգացողությունն էլ, որ հենց մտնես, ասես ուզում եմ այստեղ մի շաբաթ մնամ զգամ տիեզերքում։ Գնանք մեծ սիրով։ Okay։ Մեր միսիան ուղարկենք Արմաշ։ Շնորհակալություն։ Շատ մերսի ժամանակի համար։ Մեր հյուրն էր հայկական տիեզերական ֆորումի հիմնադիր Հայկ Ասլանյանը։ Այս ասում եմ, որտեվ դիտողները մեզ խնդրում են վերջում էլ մի հատ հնչեցնել, որ
Ասեցինք, բաժանորդագրվեք, հարցեր եթե ունեք կոմենտներում անպայման գրեք, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։